Elevate AI-ը եւ այլ ընկերություններ շատ արագ փորձեցին օգտագործել այդ փաստաթուղթը եւ դիմեցին NVIDIA Blackwell տեսակի գրաֆիկական պրոցեսորների Հայաստան ներմուծելու թույլտվության համար։ 25 թվականի սեպտեմբերին Elevate AI-ը դիմեց եւ ի ուրախություն բոլորիս, ի ուրախություն կառավարության, ի ուրախություն ամբողջ տեխնոլոգիական համայնքի, ի ուրախություն մեր ողջ պետության ու ժողովրդի օգոստոսյան փաստաթուղթը սկսեց կապիտալիզացվել արդեն հողի վրա, շատ կոնկրետ արդյունքներ տալով։ Եվ այսօր պետություն մասնավոր համագործակցության արդյունքում ընդամենը ամիսներ անց մենք իրականություն ենք դարձնում այն, ինչ գուցե թե 1 տարի առաջ իրականում մեր երկրի ներսում շատ քչերը, շատ քիչ թվով մարդիկ իրականում կհավատային։ Նախ եւ առաջ սրանով է կարևորվում այս իրադարձությունը, որովհետեւ սա հողեղեն է, սա տեսանելի է, շոշափելի է, որովհետեւ այն արդեն մեզ հետ տեղի է ունենում։ Այսօր պետք է ասեմ, որ այս իրադարձությունը նաեւ մեզ բոլորիս մղում է հավատալու, որ արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեր հայեցակարգը նաև շատ իրական է եւ Elevate AI-ը որպես առաջին արհեստական բանականության գործարան Հայաստանում, գիտեք, սուպեր համակարգիչներից խոսեց Արմանը, նախկինում արդեն մենք առիթ ունեցել ենք հասանելիություն ունենալու, բայց որպես գերհամակարգչային կենտրոն Երևանի պետական համալսարանում այդ հասանելիությունը մենք ստացանք, շուրջ $10 միլիոն ներդրում կատարեց կառավարությունը, բայց մենք այսօր խոսում ենք այլ իրողության մասին, այլ նիշայի, այլ նշաձող սահմանելու մասին եւ արդեն Հայաստանը դառնում է ոչ միայն արհեստական բանականության կամ բարձր տեխնոլոգիաների, առաջադեմ տեխնոլոգիաների լոկ սպառող, օգտագործող, այլև արտադրող եւ աշխարհին մատակարարող, հավելյալ արժեք ստեղծող եւ աշխարհի տասնյակ հարյուրավոր երկրների հետ կիսվող սուբյեկտ, կարևորագույն մի խաղացող։ Այս քայլով մենք դնում ենք Հայաստանի ապագա տնտեսության հիմնաքարերից մեկը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Բարի երթ։